Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք երկրորդ երկի 10-րդ գլուխը, որտեղ քննարկվում են արարչագործության թեմաները։ Ինչպես տեսնում ենք, Շուկադեվը Գոսվամին ինքը իրականում շատ խորքային քննարկում է կատարում, թե ընդհանրապես ինչպիսի տրանսֆորմացիաների է այս պահին խոսակցությունը դեռ գնում է Գերագույն Աստծո ազնվորության մասին, թե ինչպիսի տրանսֆորմացիաների է ենթարկում իրեն Գերագույն Աստծո ազնվորությունը, որպեսզի կատարի կենդանիակների ամենագլխավոր ցանկությունը ապրել առանց իրան։ Մենք տեսանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը միշտ, եթե կարելի է այդպես ասել, սինխրոնիզացիա է լինում կենդանի էակների ցանկությունների հետ, եւ այդ ցանկությունների բազմազանությունից է, որ ձևավորվում է դրա իրականությունը, հա? Եվ այդ իմաստով ինքը երբեք չի խորշում ոչ մի տեսակի փորձից։ Եվ ցանկացած փորձ, որը իրեն ցանկացած մարտահրավեր, որ նետում են իրեն կենդանի էակները, Գերագույն Աստծո ազնվորությունը դիտարկում է սեփական հնարավորությունները փորձարկելու եւ գործի դնելու հնարավորություն։ Սա եթե մենք մի նախադասությունով ենք խոսում, չէ՞։ Հոգեբանության տեսանկյունից մենք դες հետ տեսանք, որ երբ որ կենդանի էակները իրենք ուրեմն ցանկություն են հայտնում ապրել առանց Գերագույն Աստծո ազնվորության, իրենք Գերագույն Աստծո ազնվորությունը դնում են մի շատ բարդ կացության մեջ մարդկային տեսանկյունից, եւ հոգեբանական տեսանկյունից իրականում, որն է այդ կացությունը։ Դա մի կողմից այն իրականությունն է, որ կենդանի էակները Գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկներն են։ Եվ սա ինքնըստինքյան արդեն նշանակում է, որ ուրեմն կենդանի էակները իրենք չեն կարող գոյություն ունենալ առանց այդ գիտակցության։ Երկրորդը դա նա է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը կենդանի էակներին ընտրելու եւ վերաբերվելու ազատություն է տվել։ Եվ հիմա կենդանի էակները, որոնք իրենք Գերագույն Աստծո ազնվորության հավերժ մասնիկներն են, չհամակերպելով այն դերի եւ դիրքի հետ, որը իրենց տվել է Աստված հոգեվոր աշխարհում, հա, ցանկություն են հայտնում առանձնանալ իրենից եւ սեփական կամքի համաձայն դրսևորել իրենց տեղը եւ դիրքը բազմազանության աշխարհում։ Բայց այդտեղ հոգեբանության տեսանկյունից փաստացի կենդանի էակները իրենք մի այսպիսի կացության առաջ են դնում Գերագույն Աստծո ազնվորությանը, որ ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը միշտ գիտակցում է, թե ինչքան կախված են իրենից կենդանի էակները, եւ Բհագավադ Գիտայում 3-րդ գլխում ինքը շատ կարեւոր մի տեքստ արտասանեց, ինքը ասեց, ես ոչ մի պարտականություն չունեմ ոչ մի կենդանի էակի առջեւ, հա, այսինքն չկա այդպիսի ուժ, որը ինձանից վեր է եւ որը կարող է ինձ ինչ-որ բան պարտադրել, ինչ-որ սկզբունք, չէ՞, որտեղ երբ որ մենք ասում ենք պարտականություն, դա ինչ-որ սկզբունքներ են, որոնք նախատեսել են մեր կյանքի համար մեզանից ավելի ուժեղները։ Հասկանում եք։ Եվ օրինակ նյութական աշխարհում, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, մենք շատ հաճախ հանդիպում ենք այդ երևույթի հետ, չէ՞, որ այդ սկզբունքները, որոնք մեզ հրամցվում են, միշտ չի մեղմ ասած, որ նախատեսված են մեր երջանկության համար։ Սովորաբար բոլոր սկզբունքները, որը մեզ նախատեսվում են կամ առաջարկվում են, դրանք ուրեմն նախատեսված են նրա համար, որպեսզի բարձր խավի ներկայացուցիչները ավելի ու ավելի հմուտ ձևերով շահագործեն սովորական մարդուն։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն այս իմաստով շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, եւ Տեր Շի Քրիշնան ինքը, ինչպես ես արդեն ասեցի, Բհագավադ Գիտայում դա ասում է, որ չկա
Չկա այդպիսի ուժ, որը կարող է ինձ պարտադրել եւ այսպես էլի ստիպել ինձ, որ ես մտածեմ, որ ես որևիցե պարտականություն ունեմ։ Ես ամենահզորն եմ, հա, ես ամենաազատն եմ, ամենաանկախն եմ։ Եթե պետք է, ես ինքնաբավ եմ, եթե հնարավորություն կա, ես շատ սիրող եմ։ Եվ վերջ։ Վերջնական ճշմարտությունը Գերագույն Աստծո ազնվորության մասին սա է։ Հիմա, բայց ինքը ասում է, բայց ես վերցնում եմ իմ վրա պարտականություններ, եւ սա խոսում է նրա բնավորության մասին։ Այսինքն գիտակցելով, դա նման է մի քիչ ծնողական վերաբերմունքի, չէ, որովհետեւ ծնողն է միշտ, որ ինքը, ասենք նյութական աշխարհում, եթե մենք ուզում ենք տրամադրությունը հասկանալ, դա ծնողական հարաբերությունների մեջ է, որ ծնողը ինքը միշտ հասկանում է, որ իր երեխան տգետ է։ Եվ ինքը շատ բան չի հասկանում, ինքը շատ բան չգիտի։ Եվ դրա համար երեխան ինքը շատ հեշտ կարող է փորձեր կատարել, խզել ծնողական հարաբերությունները, չէ՞։ Իսկ ծնողը ինքը միշտ փորձում է պահպանել այդ հարաբերությունները, որպեսզի երեխային պահի իր տեսադաշտում, կատարում է նրա հանդեպ իր պարտականությունները, որպեսզի երեխայի հետ այս նյութական աշխարհում ոչ մի վատ բան չլինի, ինչու որտեղ երեխան ինքը չի հասկանում, ինքը դեռ չգիտի, թե իրականում արտաքին աշխարհը, հատկապես աստվածամերժության դարաշրջանում ինչքան վտանգավոր աշխարհ է։ Ինքը չգիտի, որ այս աշխարհում ոչ մեկ ոչ մեկի երջանկության կամ հաջողության նպաստելու ոչ մի տրամադրություն չունի։ Ամեն մեկը կենտրոնացած է իր հաջողությունների վրա։ Եվ դա մրցակցության, իսկ շատ հաճախ եւ թշնամանքի դաշտ է։ Եվ այնտեղ պիտի կարողանաս հակադրվել, պիտի կարողանաս հաղթել, հա, պիտի կարողանաս, չգիտեմ, հաղթահարել բոլոր այն փորձությունները, որը քո առաջ կդնեն այն աստավորությունները, որոնք քեզ ընկալում են որպես իրենց համար մրցակից, չէ՞։ Եվ հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հենց այդպես էլ վարվում է։ Երբ որ ինքը, ուրեմն այդ փորձում, երբ որ ինքը սկսում է իրականացնել այդ իրականությունը, որը հենց ինքն էլ ստեղծել է, որ կենդանիակը ինքը ազատություն ունի ցանկանալու, հա, եւ միակ բանը, որ ինքը ունի, դա իր ցանկությունն է, իսկ ցանկության իրականացման մեջ ինքը անverջ կախված է Գերագույն Աստծո ազնվորությունից, իսկ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ մի բացարձակապես ոչ մի կետում սեփական հնարավորությունները չարաշահելու բնավորություն չունի։ Հասկանում եք։ Եվ ինքը հարաբերությունները կենդանիակների հետ ստեղծում է այդ հիմքի վրա, որ դուք ծառայում եք իմ երջանկությանը, իսկ ես ծառայում եմ ձեր երջանկությանը։ Եվ որպես երջանկության բանաձև դրվում է, որ կենդանիակը ինքը իրեն երջանիկ է զգում միայն այն պայմանում, երբ որ կատարվում է իր ցանկությունները։ Եվ երբ որ մենք խոսում ենք կամ հետագայում իրականում շատ ավելի խորքային կխոսենք Գերագույն Աստծո ազնվորության եւ դրա մաքուր նվիրալների հարաբերությունների մասին, չէ՞, մենք կտեսնենք, որ այդ ամենամաքուր նվիրալները իրենք հենց դրա համար այդքան բարձր դիրք են գրավում, որովհետեւ առանց խոսքերի, ուղակի Աստծո աչքերի մեջ նայելով կատարելապես գիտեն, թե ինչ է պետք նրան, որ ինքը զգա երջանկություն հարաբերությունների մեջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ սա ինքը ահավոր կարևոր կետ է։ Հիմա մենք տեսանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը խորասուզվում է ներքին մեդիտացիայի մեջ, կենտրոնանում է կենդանիակի ցանկության վրա, հա, եւ տեսնում է այդ ցանկության բոլոր հետևանքները։ Եվ տեսնում է այդ ցանկության հոգեբանական խորքը, որն է այդ խորքը, որ կենդանի էակը, որը ինքը այդ անկախությունն է ուզում, չէ, իրականում ինքը չի կարողանում, այդ նախանձը որն է, ինքը չի կարողանում մարսել, որ Գերագույն Աստծո անձնավորության մտերիմների բանում չի, շրջանակում չի,
Եվ այստեղ իրականում արիացիները իրենք շատ խորը հոգեբանություն են ուսումնասիրում, հա, եթե նույնիսկ խոսքը Աստծո մասին չի, այքան երկու կենդանի էակ։ Եվ կենդանի էակների երջանկությունը շատ ու շատ բարձր տոկոսով կախված է նրանց շփումներից։ Չէ՞, թե ասենք ինչպիսի շփումներ իրենք ունեն։ Հիմա այդ շփումների մեջ ամեն կենդանի էակ ինքը ունի վերաբերվելու ազատություն։ Դա մի կողմից։ Մյուս կողմից ամեն կենդանի էակ, երբ որ մտնում է հարաբերությունների մեջ, ուզում է այդ հարաբերությունների մեջ լինել յուրահատուկ, այսինքն արժանանալ յուրահատուկ ուշադրության։ Սրա մասին են խոսում իրականում արիացիները, հա։ Եվ հիմա իրենք բացատրում են, թե իրականում որտեղ է գտնվում տառապանքի հիմքը, հա, եւ հետո բացատրում են, թե իսկ որտեղ է գտնվում երջանկության կոդ, որտեղ են գտնվում երջանկության կոդերը։ Եվ այս պահին, երբ որ խոսքը գնում է արարչագործության մասին, ուրեմն խոսքը գնում է այս սրա մասին։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը, երբ որ մտավ ներքին մեդիտացիայի մեջ, ինքը դա տեսավ, որ կենդանի էակը ուզում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը չունենա անձնական ընտրության իրավունք։ Եվ ինքը հիմա պիտի հերքի բոլոր այն ազնվորություններին, որոնք իր համար թանկ են։ Չէ՞։ Եվ հիմա տեսեք, եթե դուք ուշադրություն դարձնեք, հատկապես աստվածամերժության դարաշրջանում ապրող կենդանի էակները, իրենք բոլորը շփվում են հենց այս պլատֆորմայի վրայից։ Հենց որ մենք հայտնվում ենք ինչ-որ մեկի կյանքում, մենք ուզում ենք անմիջապես արժեզրկել, եթե այդ անձնավորության հետ հարաբերությունները մեր համար կարևոր են, ապա մենք անմիջապես փորձում ենք արժեզրկել այն անձնավորություններին, որոնք այդ մարդու համար թանկ են։ Անձնավորությունը ինքը նախանձ չի, ինքը ոչ մի բանին ձեռք չի տալիս, երբ որ ինքը շահագրգռված չի այդ ազնվորության մեջ։ Հասկանում եք, հա, երբ որ ինքը շահագրգռված չի, հա, ուրեմն ինքը, կներեք, ես ձայնը անջատեմ, երբ որ ինքը շահագրգռված չի, ինքը մեծագույն բանով, ուրեմն մեծագույն հաճույքով, չէ, մտնում է շփման եւ այդ շփման մեջ ընդհանրապես ձեռք չի տալիս այդ կենդանի էակի անձնական կյանքը։ Բայց եթե ինքը շահագրգռված է, հա, ապա այդ դեպքում ինքը շատ լուրջ քայլեր է կատարում, մեկ-մեկ բավականին խորամանկ քայլեր է կատարում, հա, որպեսզի բանանի, ասենք, որպեսզի ինքը արժեզրկի բոլոր այդ մատայնձնավորության բոլոր կապվածությունները եւ շեղի ուշադրությունը իրա վրա։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր կետ է։ Հիմա, սիրելիներս, ուրեմն մենք այս տեսանկյունից տեսնում ենք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ արագ ընկալում է, որ այդ նյութակը, այդ սեպարատիստ մտածելակերպ դրսևորող կենդանի էակները իրենք ուզում են զրկեն Աստծուն անձնական ազատ ընտրության իրավունքից։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ կենդանի էակը ինքը իր տեսանկյունից արդարության հարց է բարձրացնում, իսկ ո՞րն է այդ արդարությունը, երբ որ ինքը ձեզ հարցնում է, օրինակ ես հարցնում եմ ձեզ կամ դուք հարցնում եք ինձ, իսկ ինչու ես դու սիրում հենց այս ազնվորությանը, այլ ոչ թե ինձ։ Չէ՞ որ ես ավելի արժանի եմ սիրո։ Բայց եթե ես ունեմ ազատություն, ես ուղղակի պատասխանում եմ։ Ինձ համար ես չեմ հերքում, որ դու ունես արժանինքներ, բայց ինձ համար այս անձնավորությունն է
Այսինքն մասին է խոսքը, որ կենդանեակները իրենք նախանց կենդանեակները իրենք չեն կարողանում զիջել, այսինքն տալ դիմացին, իրանք ուզում են իրանք ունենան ընտրության ազատություն, բայց հենց այդ պահին զրկում են իրանց դիմացինին ազատության ընտրությունից։ Այսինքն սա ամենադժվար հասկանալի, ամենախճճված կետն է, ու մարդկությունը ինքը ոչ հոգեբանները, ոչ էլ որևիցե մեկը չգիտեն այս պահին, թե ինչ անել սրա հետ, չէ՞, որովհետև հոգեբանությունը ինքը աշխատում է մի բանի հետ, իրականում ընդհանրապես մի բանի հետ է աշխատում, դա որն է, դա այն է, որ ցանկացած ազնվորություն, որը ինքը գալիս է, ինքը պատմում է փաստացի այն պատմությունը, թե ինչպես են իրան բռնաբարել ուրիշ կենդանեակներ, չէ՞, եւ հոգեբանությունը ինքը օգնում է մարդուն, որպեսզի ինքը ձեռք բերի արժանապատվության զգացում առաջի հերթին, հա, երկրորդ հերթին կարողանա հասկանա, որ ինքը ունի ազատություն, ունի իր սեփական, պետք է ունենա իր սեփական ցանկությունները, պետք է կարողանա այդ ցանկությունների հետևից գնալ, պետք է թույլ չտա, որպեսզի ուրիշ կենդանեակներ իրեն շահագործեն, չէ՞, բայց այդտեղ միշտ վերջնականում ուրիշ մի հատ իրականություն է դառնում, որ երբ որ այդ ազնվորությունը ինքը առողջացնում է այսպես կոչված իր էգոն, չէ՞, ինքը այդ էգոյով հիմա մտնում է ուրիշի կյանք, չէ՞, եւ ինքը այդ պահից սկսած ինքը արդեն վատ է ազդում ուրիշ ազնվորության վրա, հասկանում եք, եւ այդ հարցերը իրանք իրականում այդքան պարզ չեն, էլի, որ ես հիմա 15 րոպեում դա բացատրեմ, սա շատ լուրջ խոսակցություն է եւ Բհագավատամը ինքը հենց դրա մասին է, եւ տեսեք հիմա, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հասկացավ, որ այն կենդանեակները, որոնք իրեն ուրեմն այդ ամբոստությունը ունեցան, իրենք նախանձում են այն երջանկությանը, որը կա իրա եւ իր Աստծո եւ իր մտերիմների մեջ։ Հիմա ինքը փորձում է, եթե կարելի է այդպես ասել, փորձում է բավարարել նախանձին։ Եվ այդ որ ինքը սամբատքի մեջ մտավ, այսինքն ինքը մտավ մտորումների մեջ։ Ինքը շերտ առ շերտ սկսեց խորանալ այդ կենդանեակի գիտակցության մեջ, ընդամենը մի հարցով, դու չես ուզում ինձ հետ ապրես, բա ինչ ես ուզում։ Իմ ու քո հարաբերությունները հավերժ են, քո կախվածությունը ինձանից հավերժ է, այս բոլոր արարչագործությունների մեջ եւ հոգեվոր եւ նյութական աշխարհներում ամեն ինչ ես եմ։ Հիմա քո ուզածը ինչ է։ Վրոցի արդարությունը դա նա է, որ եթե ամեն ինչ ես եմ, ուրեմն ամեն ինչ պիտի լինի իմ կամքով։ Դու ինչ ես ուզում։ Եվ կենդանեակը փաստացի, այսինքն երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը խորանում է կենդանեակի հոգեբանության մեջ, ինքը դա է տեսնում, որ կենդանեակը իրան ասում է. ես ուզում եմ, որ դու չունենաս ոչ մի ընտրյալ։ Ես ուզում եմ, որ դու լինես կենտրոնացած միայն իմ վրա։ Իսկ ես ուզենամ ունենամ ազատություն ընտրելու, թե ես ինչ եմ ուզում լինել։ Ես փաստացի ուզում եմ, որ ոչ թե դու լինես իմ տերը, այլ ես քոն։ Եվ որովհետև այո, իմ ցանկությունների իրականացման մեջ հզորը դու ես, եւ ցանկությունը դու կարող ես իրականացնել։ Ես ուզում եմ, որ դու ծառայես իմ բոլոր ցանկությունների իրականացման։ Եվ Վիշնուն կամ Արարիչը դա Գերագույն Աստծո ազնվորության այն մարմնավորումն է, որը կենդանեակի այդ բոլոր ցանկություններին համաձայնվեց։ Ասեց լավ, արի փորձարկենք,
Արի փորձարկենք եւ տեսնենք ինչի է վերածվում աշխարհը եւ երբ ամեն ինչ ենթարկվում է քո ցանկությանը։ Եվ այսպես մենք ստացանք այդ նկարը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դարձավ միայնակ, խորասուզվեց գիտակցությամբ պատճառահետևանքային կապերի մեջ, թե ինչ է դուրս գալու նրանից, թե ինչ ուզեց կենդանի էակը, եւ սկսեց արարել այն աշխարհը։ Հիմա ես միշտ դա ասում եմ, հիմա կասեմ եւ միշտ ասելու եմ, որ այդտեղ, երբ որ սկսվում է արարվել նյութական աշխարհը, կենդանիակներին մեծ սյուրպրիզ է սպասում։ Որն է այդ սյուրպրիզը։ Ամեն մի կենդանիակ հոգևոր աշխարհում, երբ որ իր դուրը չի գալիս ինչ որ մի իրադրություն, հոգևոր աշխարհի իրականություն, ուրեմն ինքը իրականում ունենում է մի այսպիսի խնդիր, չէ՞, որն է այդ խնդիրը։ Այդ խնդիրը դա այն է, որ կենդանիակը ինքը ուրեմն բան է անում, ասեք, մտածում է, որ երբ որ ինքը ուզում է ինչ-որ մի հատ փոփոխություն, հոգևոր աշխարհը մնալու է ինչպես կա, փոխվելու է միայն իր դիրքը։ Եվ ինքը չի մտածում նրա մասին, որ եթե իր դիրքը փոխվեց, ընդհանրապես հոգևոր աշխարհը այսպես ալիքաձև ինչպիսի փոփոխությունների պիտի ենթարկվի։ Հասկանում եք, այսինքն օրինակ, խնդիր համար առաջին, եթե կենդանիակը ինքը նախանձել է Գերագույն Աստծո անձնավորության մտերմիկ նվիրալին եւ ուզում է նրա տեղը, հիմա ենթադրենք Գերագույն Աստծո անձնավորությունը ասեց շատ բարի, արի իր տեղը։ Իսկ այդ նվիրալը, որը ինքը մտերմիկ էր, իր հետ ինչ պիտի լինի։ Երբ որ ինքը որակավորում ուներ, ինչու, որտեվ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը իր ազատ կամքով ինչ որ մի կենդանիակի ընդունում է որպես իր մտերմիկ, դա անմիջապես նշանակում է, որ այդ հոգին մտերմիկ լինելու որակավորում ունի։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հարաբերությունների ընտրության մեջ երբեք չի սխալվում, ի տարբերություն նյութական աշխարհում ապրող կենդանիակների։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այսա ինքը շատ կարևոր կետ է, չէ՞։ Այ ինչ է լինելու բա դրանից հետո։ Կամ հիմա ասենք, այ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ-որ մեկին շատ սիրում էր։ Նախանց կենդանիակ եկավ ասեց, իսկ ինչու ես դու իրան սիրում։ Ինչու է դա քո ամենամտերմիկը։ Ես եմ ուզում լինել։ Գերագույն Աստծո անձնավորությունը ենթադրենք ասեց լավ։ Դու թող գնա, ես քեզ էլ չեմ սիրում, արի, քեզ եմ սիրում։ Այսպիսի հիմարություն կարող է լինել։ Իհարկե ոչ։ Եվ մենք այս սցենարը աշխատացնում ենք մշտական, երբ որ արդեն գալիս ենք երթական աշխարհ, այն հիվանդությունը հոգեբանության, որը մենք ձեռք ենք բերում հոգևոր աշխարհում, մենք դա այսպես շրջաններով փորձում ենք իրականացնել այստեղ։ Ում սիրում ես ուղարկի սատանայի գրողի ծոցը, պիտի սիրես ինձ։ Հա? Հասկանում եք։ Եվ այստեղ հարաբերությունների մեջ, սիրո մեջ մտնում է բռնություն։ Հիմա այս պահին բռնությունը Աստծո հանդեպ։ Կամ ենթադրենք կենդանիակը, ինքը այդպիսի կենդանիակներ էլ կան, չէ՞։ Կենդանիակը ինքը նախանձել է Գերագույն Աստծո անձնավորության դիրքին։ Հասկանում եք։ Այբ որ ինքը նախանձել է Գերագույն Աստծո անձնավորության դիրքին։ Հիմա ինչ պիտի լինի, Գերագույն Աստծո անձնավորությունը, կոպիտ ասած, որտեղ ցնդի, որպեսզի այդ հոգին ինքը զբաղեցնի իր տեղը, կամ արդեն իր տեղը զբաղեցնելով, այդ հոգին ինքը կարող է անել այն, ինչ անում է Աստված, իհարկե չի կարող։ Բայց ներքին պրետենզիան ինքը կա։ Հասկանում եք։ Հիմա մենք կարող ենք հարցադրում անել, բա որտեղից է այդ պրետենզիան առաջանում։ Չի որ ասենք, կենդանիակը ինքը փսոր է, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ահռելի մի ուժ է։ Այդ որտեղից է կենդանիակը ինքը մտածում, որ ինքը կարող է լինել այնպիսի, թե ինչպիսի դա կարող է լինել Աստված։ Եվ այստեղ է որ ամենաանսպասելի պատասխանն է հնչում։
Հիշում եք, մենք մի քանի անգամ ձեզ հետ քննարկել ենք այդ թեման, որ այո, իհարկե, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պայմանականորեն ասած արարում է նյութական աշխարհը, չէ՞, այդ արարչագործության մեջ պետք է տեղի ունենա երկու բան, կներեք, երբ որ ինքը արարում է բազմազանության աշխարհը, չէ՞, այդ արարչագործության մեջ պետք է ունենա երկու երևույթ, որպեսզի հնարավոր լինեն Գերագույն Աստծո անձնավորության հետ մտերմիկ հարաբերություններ, որտեղ մտերմիկ հարաբերություններ ամենահզորի եւ ամենաչնչինի միջև, դա պրակտիկորեն անհնար բան է, չէ՞, համաձայն եք։ Ուրեմն ինչ սկզբունք առաջ քաշեցին արիացիները։ Իրենք ասում են, որ որպեսզի տեղի ունենա Գերագույն Աստծո անձնավորության բանը վայելքը, պետք է տեղի ունենա երկու բան։ Գերագույն Աստծո անձնավորությունը պիտի մոռանա, որ ինքը Աստված է։ Իսկ կենդանի էակը պիտի մոռանա, որ ինքը չնչին է։ Հասկանում եք, եւ այդ իրականությունը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իր էներգիաները այնպես է աշխատացնում, որ տեղի ունենան այդ երկու բաները, այսինքն ինքը բերում եւ արհեստական հավասարեցնում է կենդանեակի եւ Աստծո դիրքը։ Բայց նրանք, ովքեր որ սիրում են Աստծուն, չէ, իրանք ինչքան էլ ուզում է Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հավասարի դիրքում կանգնի, իսկ մենք դեռ կտեսնենք, որ հոգևոր աշխարհում կան այնպիսի նվիրալներ, որոնց հետ Աստված կարող է իրան թույլ տալ նույնիսկ հայտնվել կախվածի դերում, հա? Իհարկե, նրանք ովքեր որ կապված են Գերագույն Աստծո անձնավորության հզորությանը, հիմա կասեն, իսկ ինը ինչ ապուշություններ է խոսում։ Այսինքն ո՞ց Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ որ մեկից կախված է։ Եվ այո, իհարկե, նրանք ովքեր հարաբերությունների հոգեբանության մեջ մտած չեն, իրենք երբեք այս թեմաները չեն հասկանա։ Իսկ պերսոնալիստների դաշտում հնչում է մի շատ պարզ գաղափար։ Չկա վայելքի այդպիսի ձև, որը Աստծուն անհասանելի է։ Որովհետև նախասկզբնական վայելողը ամեն ինչի Գերագույն Աստծո անձնավորությունն է։ Մենք սա Աստծո մասին պիտի շատ հստակ հասկանանք։ Չկա այդպիսի վայելք, երանություն, որովհետև նյութական աշխարհում վայելքի տակ շատ ստոր բաներ են հասկանում։ Եվ անձնավորությունը ինքը կարող է վայելք համարել իր նմանին սեռական հարաբերությունների մեջ նսեմացնելով։ Ես նկատի ունեմ միասեռ սեռական հարաբերությունները, եւ դա համարել վայելք, հա, եւ չենք խոսում մնացած այլանդակությունների մասին։ Երանությունը, հա, չկա այդպիսի երանության ձև, որը անհասանելի է Գերագույն Աստծո անձնավորության, եւ լինել թույլ եւ ստանալ սիրող կենդանեակների հոգատարությունը, դա այդ երանության բազմազանության մեջ ամենահամով կտորներից մեկն է հոգեբանության տեսանկյունից։ Հասկանում եք։ Իհարկե, այստեղ այլ հարց է, որ այն անձնավորությունները, ում հետ Գերագույն Աստծո անձնավորությունը ընդունում է փոքրիկ երեխայի տեսք, որպեսզի այդ նվիրալները իր մասին հոգ տանեն, դրանք էլ իրանց հերթին ֆանտաստիկ կենդանի էակներ են, հա, որոնք իրանք երբեք ոչ մի միլիմետրով չեն չարաշահում իրենց դիրքը։ Ոչ Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, ոչ էլ ուրիշ կենդանեակների։ Հասկանում եք։ Այսինքն իրանք ոչ փորձում են այդ հոգատարության փոխարեն իշխեն Աստծո կամքի վրա, ոչ էլ գոռոզանում են իրենց դիրքով։ Սրանք բաներ են, որ շատ ուշ ենք քննարկելու, էլի։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ սա ինքը շատ կարևոր երևույթ է, շատ ահավոր։
Հիմա, այդ տեսեք, կենդանիակները իրենք, մեկը ունի պրետենզիա, որ ինքն է ուզում Աստծո տեղ լինել, մյուսն էլ ունի պրետենզիա, որ ինքն է ուզում լինել Աստծո մտերմիկը։ Եթե մենք վերցնում ենք մարդկային ֆորմայի տեսանկյունից, Աստծուն նախանձողները տղամարդիկ են, նվիրալին նախանձողները կանայք։ Տղամարդիկ իրանք ունեն այդ գիտակցությունը, որ ես եմ ղեկավարը, ես եմ Աստված, չէ, եւ մենք տեսնում ենք, որ հատկապես Աստվածամերժության դարաշրջանում, երբ որ իրանք մի կողմ են դնում ամեն տեսակի համեստությունը, իրանք հենց այդպիսին էլ գործում են այս աշխարհում, չէ, որ իրանք են այն, որտեղ ով է գերագույն աստվածավորությունը, նա ով որոշում է։ Եվ մնացած բոլորը պիտի ենթարկվեն, չէ՞։ Եվ տղամարդը ինքը շատ հաճախ հենց այդպիսի գիտակցություն ունի, եւ իրանք իրար մեջ մշտական մրցակցություն են վարում առաջնորդության համար։ Սա գերագույն աստվածավորության դիրքի նախանձելն է։ Կանացի ֆորմա ինքը պայքար է մղում տղամարդու ուշադրության համար։ Այսինքն սա էլ նվիրալի դիրքն է։ Հասկանում եք, սա նրանք են, ովքեր որ նվիրալին են նախանձե, այսինքն որ ինքը Աստծո ընտրյալն է։ Եվ կանայք իրանք միշտ ուզում են լինել տղամարդու ընտրյալը, միակը։ Այստեղ շատ կարևոր է։ Հասկանում եք։ Չէ՞։ Եվ առնակ ասենք մուսուլմանական աշխարհում տղամարդը, երբ որ ինքը իրեն Աստծո տեղ է դնում, ինքը այդ բանում է պնդում, երբ որ բազմակնություն, ինքը այդտեղ է պնդում, որ ես իրավունք ունեմ վայելեմ ու ուզում եմ, որտեղ ես եմ Աստվածը, ես եմ որոշողը, ես եմ վայելողը, դուք վայել տվողն եք։ Չէ՞։ Եվ կանանց պարտադրում են ընդունել, որ Աստված ինքը իրավունք ունի վայելել ոչ միայն մի հոգու։ Հասկանում եք, չէ՞, ընդհանրապես հոգեբանության տեսանկյունից որտեղներ մտանք։ Հա։ Հիմա տեսեք, չէ, եւ այդպես մենք տեսանք, որ գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ ինքը խորասուզվեց կենդանիակի ցանկության մեջ, այն տրամադրությամբ, որ կատարի իր ցանկությունը, առաջի բանը, որ տեղի ունեցավ, ինքը մնաց մենակ, այսինքն, երբ որ կենդանիակները իրանք նախանձում են իր շրջապատին, հա, հիմա գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ փորձում է կատարել, շատ կարևոր է, բոլորի ցանկությունը, պարզվում է, որ ամեն մեկը ինչ-որ մի նվիրալի դիրքին է նախանձել, եւ դա նշանակում է, որ այ Աստված պիտի մնա մենակ, եւ հիմա կենդանիակները պիտի որոշեն, թե իր կողքը ով է լինելու։ Հասկանում եք։ Եվ ամենահետաքրքիր բանը հոգեբանության տեսանկյունից դա նա է, որ կենդանիակները իրանք մոռանում են ընդհանրապես, թե ինչ պայքարի համար են եկել նյութական աշխարհ։ Հիմա սկսում են իրար մեջ այդ մրցակցության, թշնամանքի, եսի միջի, չէ, ես եմ Աստվածը, չէ, ես պիտի լինեմ միակը, չգիտեմ, են այդ ամբողջ խառնաշփոթի մեջ, չէ։ Աստծուն մնում է մի դիրք։ Այդ էգոիստների ցանկությունները կատարողի դիրքը։ Եվ իրան այլևս երբեք ոչ մի իրավունք չի տրվում ունենալ կյանք։ Հասկանում եք։ Եվ այստեղից են առաջանում, այ հոգեբանական քոքը այստեղից են առաջանում կանոնությունները, որտեղ Աստված ինքը մենակ է։ Եվ եթե ինքը հանկարծ ունի անձնական կյանք, նշանակում է ինքը Աստված չի, ինքը կացոքի է։ Հասկանում եք, սիրելիներս։ Ուրեմն մենք հասանք հիմա այդ կետին եւ Շուկադեվը Գոսվամին ինքը բացատրեց, որ արարչագործությունն այնքան այլևս պատրաստ է եւ հիմա արդեն կենդանիակների տրանսֆորմացիա նկարագրվեց, որ կենդանիակները իրենք մոռանում են իրենց իրական եսը եւ հպվելով նյութական աշխարհում այդ մահատատվային, այսինքն նյութին, հա, անձև նյութին, ոնց որ ասենք էլի, ատոմար մակարդակի վրա ուղղակի նյութը իր մեջ դեռ
նույնիսկ տարերքները չկան, չկա հողը, չկա ջուրը, չկա օդը, չկա կրակը, այլ կա ուղղակի նյութը, չէ՞։ Եվ կենդանի էակները շփվելով իրանց գիտակցության մեջ, այդ պլաստիլինի նման էլի, շփվելով այդտեղ իրանց համար ես են պատրաստում։ Եվ ստանում են նյութական մարմիններ։ Եվ ուրեմն մենք շարունակում ենք մեր քննարկումը, հա, դրանից հետո խոսվեց դրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը չնայած, այստեղ շատ կարևոր գաղափար է, որ չնայած, որ ինքը արարում է նյութական աշխարհը, ինքը մնում է անկախ։ Այսինքն ինքը երբեք չի մտնում, տեսեք, այստեղ հիմա հաջորդ հոգեբանական իրականությունը, որի մեջ հայտնվում է Աստված, կայանում է դրանում, որ ամեն կենդանի էակ ուզում է Գերագույն Աստծո ազնվորությանը ենթարկեցնի իր կապվածություններին եւ իր ատելություններին։ Չէ՞։ Եվ օրինակ թուրքը ինքը աղոթում է Աստծուն, ասում է հնարավորություն տուր մեզ, որպեսզի մենք ոչնչացնենք Հայաստանը, որ կարողանանք վերականգնենք Օսմանյան կայսրությունը։ Հա։ Սա նշանակում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը այսպես օդից պիտի ենթարկվի թուրքերի ատելությանը, թշնամակին։ Հա, հայը իր հերթին նստում է եւ Աստծուն խնդրում է, ասում է օգնիր մեզ, որ մենք ասենք առաջի հերթին կարողանանք սաղմնանք, հա, կարողանանք պահպանել մեր գոյությունը եւ հետո հաղթենք թուրքերին եւ վերադարձնենք այն ամենը, ինչ իրանք մեր մոտից մեզանից խլել են։ Հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պիտի առնի հայերի կողմը եւ այդ երկուսը աղոթում են Աստծուն միաժամանակ։ Հա, տեսեք, այդ նյութական աշխարհում, այս օրինակի վրա ինքը շատ լավ է երևում, էլի։ Նյութական աշխարհում կենդանիակները միշտ իրենց այնպես են պահում, որ во-первых, ցանկությունները իրանք հակասական են եւ չեն կարող իրականացվել միանգամից։ Հիմա ոնց կարող է Գերագույն Աստծո ազնվորությունը, որին մի կողմից աղոթում են, որ հնարավորություն ունենալ ինչ-որ մեկին ոչնչացնելու, մյուս կողմից աղոթում են, որ չտա հնարավորություն, որ ոչնչացնի։ Այմա ինքը ինչ անի։ Հասկանում եք, մենք չեք նկատում երբեք, որ հակասական աղոթքներով դիմելով Աստծուն, հա, հիմա ինքը պիտի արդարություն անի, չէ՞ այդ դեպքում։ Իսկ ով է արժանի այս երկուսից, ում աղոթքն է արժանի, որ իրականանա։ Բhagavad Gita-ում Տեր Քրիստան ինքը կբացատրի, որ այդ ընտրությունը ինքը անում է համապատասխան կենդանիակների ճիգերի։ Հասկանում եք։ Եվ եթե ինչ-որ մեկը ինքը ամբողջ ընթացքում զբաղված է եղել ինքը իրան հզորացնելով, իսկ մյուսը ամբողջ ընթացքում զբաղված է եղել իր երկիրը ավիրելով ու կողոպտելով, աղքատության եսին որ շեմին հասցնելով, այստեղ ակնհայտ չի Աստծո որոշումը։ Եթե ինքը հայտարարել է կենդանի էակի ճիգերը եւ իմ որոշումը։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այստեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը քաչ հասկանում է, որ էգոիստները իրանք միշտ հակասական ցանկություններ են ունենալու։ Մենք խոսում էինք կենդանիակների հակասական ցանկությունների մասին եւ այն իրավիճակի մեջ, որի մեջ հայտնվում է Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ հանդիպում է այդ երևույթին։ Ինչպիսի լուծում է տալիս Գերագույն Աստծո ազնվորությունը այդտեղ եւ մենք խոսեցինք դրա մասին, որ այդ հարցի պատասխանը մենք գտնում ենք Bhagavad Gita-ի էջերում, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը քննարկելով ընդհանրապես կենդանի էակի եւ իր հարաբերությունները, թե ինչպես է ինքը աջակցում, ինչ գործոնի հիմքի վրա է ինքը աջակցում,
կենթանիակներին, որովհետև իրականում այստեղ արդարության հարցը չի, որտեղ մարդը ինքը միշտ մտածում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պետք է խրախուսի այն ցանկությունները, որոնք արդար են։ Մենք պետք է հասկանանք ամենակարևոր գաղափարը, որ նյութական աշխարհը ինքը արարված է, որպեսզի կենդանի էակները կարողանան այս աշխարհում իրականացնել իրենց նախանձը, եւ դա նշանակում է անարդարությունը։ Ընդ որում իրենց հնարավորություն է տրվում այդ անարդարությունը գործել ամենադաժան ձևերով։ Կենդանի էակը ինքը նյութական աշխարհում ազատ է իրականացնել նախանձը։ Դրա համար է ստեղծված նյութական աշխարհը, հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն, երբ որ կենդանի էակների ցանկությունները իրանք հակասական են, Գերագույն Աստծո անձնավորությունը այդտեղ մտցնում է մի հատ շատ կարևոր գործոն։ Ինքը ասում է. ես նախընտրությունը տալիս եմ նրան, ով ճիքեր է գործադրում։ Հիմա գործադրել է ինքը այդ ճիքերը իր անցյալ կյանքերում, թե գործադրել է այդ ճիքերը իր ներկա կյանքում, ոչ մի տարբերություն չկա։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նախընտրությունը տալիս է նրան, ով ճիքեր է գործադրում։ Այսինքն սա ինչ է նշանակում, ով հայտ է ներկայացնում, հա, որ ավելի ինտենսիվ է իր ցանկությունը, այսինքն որ ինքը շատ ավելի հստակ է կանգնած այն բանի վրա, թե ինքը ինչ ցանկություն ունի եւ ինչպես է ուզում այդ ցանկությունը իրականացնի։ Հետո իհարկե Գերագույն Աստծո անձնավորությունը, այսինքն ես դա մի քանի անգամ ասել եմ, հիմա նորից կրկնելու եմ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը արդարությունը իրականացնում է վերջում նյութական աշխարհում։ Հոգևոր աշխարհում ինքը արդարությունը իրականացնում է սկզբում, այսինքն հենց որ կենդանի էակը ինքը լցվեց նախանձով, պայմանականորեն ասած, վարկյան ակնթարթ չի անցնում, որ Գերագույն Աստծո անձնավորությունը անմիջապես այդպիսի կենդանի էակի գիտակցությունը կտրում է հոգևոր աշխարհից։ Ակնթարթ նախանձի էներգիան չի կարող գոյություն ունենալ նյութական հոգևոր աշխարհում։ Ինչու՞, որովհետև այնտեղ ապրում են կենդանի էակներ, որոնք իրենք հենված են սիրո վրա, եւ իրենք արժանի չեն, որպեսզի այն կենդանի էակները, որոնք իրենք նախանձի պլատֆորման ընտրեցին, ավիրեն իրենց կյանքը։ Հասկանում եք։ Իսկ երբ որ խոսքը գնում է նյութական աշխարհում գոյություն ունեցող կենդանի էակների մասին, ապա նրանք բոլորը ուշ թե շուտ, հասկանում եք, հենված են եղել դաժանության վրա։ Դրա համար, երբ որ կենդանի էակները իրար հանդեպ դաժանություն են փորձում իրականացնել նյութական աշխարհում, Գերագույն Աստծո անձնավորությունը չի կանգնեցնում։ Ինչու համար, որպեսզի կենդանի էակը գա այդ հասկացողությանը, որ այդ պատրաստակամությունը իրար հանդեպ թշնամանք ունենալու չի բերում խաղաղ կյանքի։ Էլ ես չեմ խոսում երաշխության։ Հասկանում եք։ Եվ ուրեմն մենք այս ամեն ինչը քննարկեցինք, թվում էր, որ տեքստերի իրենք այնպիսին են, որ այսպիսի իմաստ իրանց մեջ չեն պարունակում, բայց իրականում, երբ որ խոսքը գնում էր տրանսֆորմացիաների մասին, այդ տրանսֆորմացիաները իրենք իրանցով ուրեմն խոսում են այն ամեն ինչի մասին, ինչը որ մենք տեսეთ քննարկեցինք։ Եվ ուրեմն այսօրվա մեր տեքստը երկրորդ երգ 10-րդ գլուխ, տեքստ 35-ից։ Տիրոջ մաքուր նվիրալները, ովքեր կատարելապես գիտակցել են նրան, չեն ընդունում Տիրոջ ոչ մի ձև, որը ես հենց նոր նկարագրեցի քեզ նյութական տեսանկյունից։ Նա Տիրոջ ազնվորությունը իրեն դրսևորում է տրանսցենդենտալ կերպարանքով, ում բնորոշ են տրանսցենդենտալ անուն, որակներ, խաղեր,
շրջապատ և տրանսցենդենտալ բազմազանություն։ Սակայն այս ամբողջ գործունեությունը ոչ մի ազդեցություն չի թողնում նրա վրա, չնայած թվում է, որ նա ներգրավված է դրանում։ Ով թագավոր իմացիր, որ գիրագույն Տերը ստեղծում է բոլոր կենդանիակներին ըստ իրենց անցյալ գործերի։ Դա վերաբերվում է Բրահմային և նրա որդիներին, Դաքշային և ուրիշներին, մարդկության պարբերաբար իրար փոխարինող նախահայրերին, կիսաստվածներին, այնպիսի մեծ իմաստուններին, ինչպիսիք են Բրիգուն, Վյասան, Վասիշթան և այլն, ուրեմն դեմոններին, պիշաճիներին, ուրվականներին, ոգիներին, խելագարներին, չար ոգիներին, բարենպաստ և անբարենպաստ աստղերին, տան ոգիներին, վայրի կենդանիներին, թռչուններին, ընտանի կենդանիներին, սողուններին, սարերին, շարժվող ու անշարժ կենդանիակներին, սաղմերից, ծվերից, քրտինքից և սերմերից ծնված կենդանիակներին, ջրում, օդում և ցամաքում, երջանկության ու վշտի կամ վշտի հետ միախառնված երջանկության մեջ ապրողներին, նրանք բոլորը ստեղծված են Գերագույն Տիրոջ կողմից ըստ իրենց անցյալ գործերի։ Եվ ուրեմն, ինչպես տեսնում ենք, Շուկադեվը Գոսվամին ինքը ուրեմն խոսեց առաջերտին նրա մասին, թե ինչպես են վերաբերվում Գերագույն Աստծո անձնավորության ներկայությանը նյութական աշխարհում մաքուր նվիրալները։ Տեքստը ինքը հնչեց այսպես, չէ, որ Տիրոջ մաքուր նվիրալները, ովքեր կատարելապես գիտակցել են նրան, չեն ընդունում Տիրոջ ոչ մի ձև, որը ես հենց նոր նկարագրեցի քեզ նյութական տեսանկյունից։ Սա ինքը իրականում շատ բարդ հասկացողության համար շատ բարդ տեքստ է, բայց և իմաստությունը, այսինքն հոգևոր դաշտում մեր իմաստությունը ահռելի չափով, ահռելի քանակությամբ ուժեղացնող և խորացնող տեքստ է։ Շուկադեվը Գոսվամին մինչև այս պահը, ինչպես մենք մի քիչ առաջ քննարկեցինք, նկարագրեց, թե ինչպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում Գերագույն Աստծո անձնավորությունը մինչև այն պահը, երբ որ տալիս է իր արարչի մարմնավորումը։ Մենք դրա մասին նոր խոսեցինք և ես հույսով եմ, որ կարիք չկա։ Իհարկե ես հասկանում եմ, որ այս թեմաները իրենք շատ բարդ են և եթե դուք միանգամից չեք կարողանում հասկանալ ինչի մասին է խոսքը, դա բնական է, դա չի խոսում նրա մասին, որ դուք, չգիտեմ, բանականության թերություն ունեք, այլ իրոք սրանք հոգեբանության տեսանկյունից ամենաբարդ թեմաներն են, որը քննարկվում են միայն հոգևորի մեջ։ Ես դրա համար, եթե հիշում եք, ամենասկզբում մի նախադասություն ասեցի, որը կարծում եմ, որ այն ժամանակ իհարկե դուք ոչ ուշադրություն եք դարձրել և ոչ էլ ընդհանրապես այսպես էլի գնահատվել է այդ արտահայտության խորությունը։ Ես ասեցի, որ գոյություն ունի հոգու և Աստծո հոգեբանություն, որը ինքը հասանելի չէ հոգեբանների համար, և դա է բարձրագույն հոգեբանությունը։ Եվ ես հույսով եմ, որ եթե կան հոգեբաններ, որոնք մեզ լսում են, ապա իրենք կլրացնեն այդ բացը հոգեբանության մեջ, որովհետև կկարողանան սկսել ճանաչել, թե երբ է կենդանիակի մեջ խոսում ոչ թե կեղծ եսը, այլ հենց ինքը հոգին։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, մենք ձեզ հետ քննարկեցինք արդեն այդ ամենը և հիմա տեսեք Շուկադեվը Գոսվամին ինքը անմիջապես անցավ դրան, թե իսկ ինչպես են վերաբերվում Գերագույն Աստծո անձնավորության տրանսֆորմացիային նվիրալները։ Այսինքն, ինչպես են վերաբերվում միայնակ արարչին նրանք, ովքեր հոգևոր աշխարհում Գերագույն Աստծո անձնավորության հետ շատ բարձր, ինտենսիվ և խորը հարաբերություններ ունեն։ Հասկանում եք։ Եվ Շուկադեվը Գոսվամին ինքը հիմա այստեղ ասեց, որ մաքուր նվիրալները
իրանք ընդհանրապես չեն ընդունում գերագույն Աստծո ազնվորության նյութական աշխարհի արարիչ ասպեկտը։ Ինչու՞։ Սա ընդհանրապես ինչի մասին է խոսքը։ Որպեսզի մենք հասկանանք այս տեքստի խորը իմաստը, մենք առաջին հերթին պետք է նշանակություն տանք, թե ում մասին է խոսքը։ Շուկադեբը Գոսվամին ասաց Աստծո մաքուր նվիրալները։ Ուրեմն կա խոսք մաքուր եւ ուրեմն հնչեց խոսքը նվիրալներ։ Առաջին հերթին եկեք փորձենք հասկանանք ինչ է նշանակում լինել Աստծո նվիրյալ։ Ընդհանրապես նվիրվածությունը ինքը ենթադրում է, որ կենդանի էակը ինքը կենտրոնացած է իր դիմացը կանգնած ազնվորության վրա, ընդ որում կենտրոնացած է այն իմաստով, որ ցականում է նրա երջանկությունը եւ որպեսզի այդ երջանկությունը իրական այդ երջանկությունը ինքը տեղի ունենա, այդպիսի կենդանիակը ինքը ունի կենտրոնացում անձնավորության ցանկությունների վրա եւ նվիրվածությամբ փորձում է իր ուժերի սահմաններում անել այն ամենը, ինչը որ այդ ազնվորությունը ինքը ուզում է եւ ինչի հետևանքով ինքը կարող է զգալ երջանկություն։ Սա կոչվում է նվիրվածություն։ Երբ որ խոսքը գնում է Գերագույն Աստծո ազնվորության մասին, մենք ձեզ հետ արդեն զրուցել ենք դրա մասին, որ արիացիները իրենք խոսում են դրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորության կամ կենդանի էակի հոգևոր կյանքում ներգրավվածությունը ինքը լինում է երկու տեսակի՝ մաքուր եւ մոտիվացված։ Բոլոր նրանք, ովքեր երկրպագում են Աստծուն, որպեսզի ազատվեն տառապանքներից, հաստատվեն նյութական երջանկության մեջ, կամ ստանան անկախություն կամ ազատագրում, բոլոր այդ ազնվորությունները իրենք խիստ մոտիվացված, նյութապես մոտիվացված հոգևորականներ են։ Դա հոգևոր կյանքում այսպես պատկերավոր ասած, առաջին դասարանն է։ Այսինքն դա սկիզբն է։ Այդ սկզբից ոչ մեկ չի կարող խուսափել։ Եթե ինչ-որ մի կենդանի էակ ինքը իր հոգևոր կյանքը սկսում է հետաքրքրասիրությունից կամ այսինքն ուղղակի հետաքրքրասեր էր, մեկ էլ հանդիպեց հոգևոր գիտելիք, տարվեց, հրապուրվեց այդ հոգևոր գիտելիքով եւ սկսեց զբաղվել հոգևոր կյանքով, չէ՞։ Կամ եթե ինքը ուղղակիորեն կոպիտ ասած ծնված օրվանից հետաքրքրվում է ճշմարտությամբ, դա միշտ նշանակում է, չէ, որ ինքը իրականում անցյալ կյանքերում այդ տառապանքից եւ նյութական մոտիվներից հոգևոր կյանքում ներգրավվածության փուլը արդեն անցել է։ Հասկանում եք, այդ փուլը չի կարող շրջանցի ոչ մեկ։ Ինչու՞։ Որովհետև նյութական աշխարհը ինքը լի է տառապանքով եւ ամեն մի կենդանի էակ իր կյանքերից որևիցե մեկում հանդիպում է այդ տառապանքների հետ եւ այդ տառապանքներից ինչ որ մեկը հիմք է դառնում, որ ինքը դիմում է հոգևոր կյանքին։ Հիմա, սիրելիներս, այսինքն կենդանիակները իրենք կարող են ներգրավված լինել նյութական իրենց կյանքը կարգավորելու ցանկությամբ եւ դա նյութական մոտիվ է։ Սրանք իրենք հոգևոր ոչ մի բանով իրականում չեն հետաքրքրվում։ Իրանք շահագործում են հոգևոր դաշտը իրենց նյութական խնդիրները լուծելու համար։ Հիմա, սիրելիներս, ուրեմն այստեղ մենք պետք է հասկանանք, թե իսկ ինչպիսին է դիրքը մաքուր նվիրալների։ Որովհետև մաքուր նվիրալները իրանք լինում են երկու տեսակի։ Նրանք, ովքեր միշտ ապրում են հոգևոր աշխարհում, հա, եւ նրանք, ովքեր Գերագույն Աստծո ազնվորության ցանկությունը բավարարելու համար գալիս են նյութական աշխարհ
որպեսզի աջակցեն նրանց, ովքեր որ բռնել են հոգևոր ճանապարհը։ Կամ օրինակ ցույց տալու համար իրենց կյանքով կամ ուղղակի գիտելիք տեղափոխելով, այն ինչ որ մեր ժամանակներում կոչվում է քարոզ։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ տեսեք, ասենք, այդ ազնվորությունները, որոնք իրենք մաքուր նվիրյալներ են, այսինքն նրանք նշանակում մաքուր նվիրյալ։ Նվիրյալը դա այն ազնվորությունն է, որը շահագրգռված է Գերագույն Աստծո ազնվորության բավարարվածության մեջ։ Մոտիվացված նվիրյալը դա այն ազնվորությունն է, որը փորձում է բավարարել Աստծուն, որպեսզի Աստված իր հերթին լուծի իր յութական խնդիրները։ Հա? Հիմա հաջորդ քայլով գալիս են մաքուր նվիրյալները։ Մաքուր նվիրյալները դա արդեն նյութապես ոչ մոտիվացված նվիրյալներն են։ Սա նշանակում է, երբ որ հենց որ մենք խոսում ենք նյութական աշխարհի մասին, մենք խոսում ենք էգոիզմի մասին։ Մաքուր նվիրյալները դա այն ազնվորություններն են, որոնք իրենք չունեն էգոիզմ։ Այսինքն իրենք երբեք ոչ մի կենդանի էակի հետ շփման մեջ զբաղված չեն, հասկանում եք, իրենք զբաղված չեն բանով նյութական ինչ որ խնդիրներ լուծելով։ Իրենք կամ օրինակ են ցույց տալիս, կամ գիտելիք են տեղափոխում։ Իսկ մեկ-մեկ լինում է այնպես, որ երկուսը մեկում։ Այսինքն եւ այնպիսի կյանքով են ապրում, որ օրինակ են ցույց տալիս, այդպիսին էր այն ազնվորությունը, որին ես ինձ համար ընդունում եմ որպես իմ հավերժ հոգևոր ուսուցիչ, դա Բաքսիվանոս Թակուրն է, որը ինքը մի կողմից բան էր, ասենք, դատավոր էր, հա, շատ բարձր կարգի, որի աշխատանքով գոհ էին բացարձակապես բոլորը, երբեք չի եղել այնպես, որ ինքը ինչ-որ մի դատավարություն այնպես վարի, որ ինչ-որ մեկի մոտ կասկած մնա, որ այդ դատավարությունը անարդար էր։ Դա տեղի էր ունենում այն պարզ պատճառով, որ Բաքսիվանոս Թակուրը ինքը նաև պայծառատես էր, եւ երբ որ դատավարության դատի առաջ էին կանգնում երկու կողմերը, ինքը, այսպես է, պատկերավոր ասեմ, ինքը ոչ մի կարիք չուներ, որ ասենք մարդիկ ինչ-որ բաներ խոսան։ Ինքը ճշմարտությունը ուղղակի տեսնում էր։ Եվ եթե ինչ-որ մեկը փորձում էր իրան խաբել, ուրեմն տեսեք, ինքը տեսնում էր ճշմարտությունը եւ ինքը մաքուր նվիրյալ էր։ Դա նշանակում էր, որ ինքը իր տեսածը երբեք չէր օգտագործի անձնական շահերի համար կամ երբեք չէր օգտագործի ստի մեջ։ Հասկանում եք, ինքը միշտ դատավարությունը վարում էր արդար։ Դա, այսինքն ինքը իր կյանքով 11 երեխա ուներ եւ այլն, մեծ ընտանիք ուներ, հա, եւ ասենք արժանապատիվ ընտանիքավոր էր, այսինքն ինքը հասարակության մեջ շատ լուրջ օրինակ է ծառայել եւ եթե դուք հիմա էլ գնաք այն վայրը, որտեղ որ գտնվում էր իրանց ընտանիքի կալվածքը, իսկ իրենք Հնդկաստանի համար բարձր խավի ներկայացուցիչներ են, հա, եթե դուք գնաք այնտեղ, դուք մինչև հիմա էլ լիքը պատմություններ կլսեք նրա մասին, թե եւ ինքը եւ իր ընտանիքի ներկայացուցիչները ինչ քանակությամբ բարեգործություններ են արել սովորական մարդկանց համար։ Ասենք դա իր օրինակն էր, իր կյանքով ինքը օրինակ է ցույց տալի, բայց եւ ինքը ունի 100-ից ավել գրած գրքեր, հոգևոր թեմաները բանալող, բացող, ընդ որում ինքը պատասխանատու է աշակերտական հաջորդականության մեջ, պատասխանատու է սրտի բաքրագործման process-ի համար։ Դա կարելի ասել հոգևոր կյանքում դա ամենաշնորհակալ գործն է, երբ որ դու պատասխանատու ես, ռեալ պատասխանատու ես հոգու մաքրագործման ճանապարհի համար, որովհետև հոգիները իրանք երբեք չեն ուզում մաքրագործվել։ Իրանք ուզում են մնալ այն ինչ որ իրանք կան եւ ստանալ Աստծուց այն ինչ որ իրանք ուզում են։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ ասենք այդ նվիրալները մաքուր, իրանք այն ազնվորություններն են, որոնք իրանք երբեք ոչ մի էգոիստական ցանկությամբ չեն մոտենում Աստծուն։ Իրանք ճանաչում են Աստծուն,
Եվ այն պատճառով, որ իրանք ճանաչում են իրան, իրանք անսահման սիրում են այդ ազնվորությանը։ Հասկանում եք, Աստծուց կարելի է վախենալ միայն այն դեպքում, երբ որ դու Աստծուն չես ճանաչում։ Հա, եւ Բագավատամը ինքը նախատեսված է, որպեսզի այսպես քայլ առ քայլ, այդ ուղղակի այսա է պետք էլի, ամեն բառի, ամեն ստորակետի հանդեպ պետք է քնքուշ եւ շատ խորը լուրջ վերաբերմունք։ Այդ ժամանակ մեր առաջ կբացվի տեքստերի, բոլոր տեքստերի խորագույն իմաստը ոչ միայն փիլիսոփայության տեսանկյունից, այլև հոգեբանության տեսանկյունից։ Եվ մենք այդ ժամանակ կարողանում ենք տեսնել, թե Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը որտեղ ինչ քայլեր է անում եւ ամենակարևորը ինչ հիմքի վրա։ Հասկանում եք։ Եվ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կատարում է այդ գործողությունները, չէ՞, ապա այդտեղ ուրեմն մենք կարողանում ենք ծանոթանալ իր բնավորության հետ։ Ճանաչել Աստծուն, հասկանալ նրա գործողությունների մոտիվները եւ չսիրել իրեն հնարավոր չի։ Հասկանում եք, եւ դա է պատճառը, որ երբ որ նվիրալները իրենք նայում են, որ նյութական աշխարհ եկող նախանց կենթանի էակները Գերագույն Աստծուն դարձնում են բացարձակ միայնակ եւ միայն իրենց խնդիրներով զբաղված անձնավորություն, պատկերավոր ասած բացարձակապես լիշայը իրոք կներեք այդ բառի անպայմանն զրկել, հա, կներեք էլ մեկ այսպես խոսքեր որ ակնհայտորեն գիտես պահին չեն գալիս էլի, հա, ուրեմն զրկելով Գերագույն Աստծո ազնվորությանը անձնական կյանքի իրավունքից, հա, իրանք այդ դա երբեք ոչ մի պարագայում չեն ընդունի, որովհետև իրանք սրտի մեջ իրանք տրամադրված են տեսնել Գերագույն Աստծո ազնվորությանը երջանիկ եւ երջանիկ բազմազանության մեջ, այսինքն ոչ թե միապաղաղ ինքը տերն է մնացածը ծառան, ոչ, բոլոր հնարավոր հարաբերությունների մեջ տեսնել, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հենց առաջինն է, որ այդ հարաբերությունները ունի եւ հարուստ երանելի կյանքով ապրում է իր մտերմիկ նվիրալների հետ։ Մաքուր նվիրալները դա նրանք են, ովքեր թույլ են տալի, որ Գերագույն Աստծո ազնվորությունը սիրի նրան ում ուզում է։ Հասկանում եք։ Ինչու, որովհետև իրենք հաստատ գիտեն, որ Գերագույն Աստծո ազնվորությունը երբեք ոչ մի անարդար բան չի անում։ Այսինքն ինքը գործում է հոգևոր աշխարհում միշտ արդարության սկզբունքի վրա, ոչ թե որ ինքը մտածում է, ես սրան պիտի սիրեմ, որտեղ դա է արդարը։ Ոչ, ինքը իրան, սպոնտան է, դրա ինքը դրա մասին կոպիտ ասած չի էլ մտածում, հա, ինքը սպոնտան կերպով կարող է հրապուրվել եւ իր սերը ինչ որ մի հարաբերություններում տալ միայն նրանց, ովքեր որ որակավորում ունեն այդ հարաբերությունների համար, հասկանում եք։ Եվ երբ որ ինքը Արգջունային համարում է իր մտերմիկ ընկերներից մեկը, ինքը դա անում է ոչ թե նրա համար, որ Արգջունան ինքը միայն Կրիշնայի կապրիզներն է կատարում, ոչ, ինքը գնահատում է Արգջունային որպես անձնավորություն, որը բարձրակարգ ընկեր լինելու որակավորում ունի։ Հասկանում եք, ինքը երբեք չի կարող ընտրել իրան սիրեցյալ, այլ ինչ որ մենք ենք անում նյութական աշխարհում,
որ կարող ենք սիրահարվել տականքի վրա, հա, կամ կարող ենք ասենք սիրային հարաբերությունների մեջ մտնել շահի համար, կամ չգիտեմ, այդ ամբողջ կեղտը իր սրտի մեջ դա չկա։ Ինքը գնահատում է կենդանի էակի ներքին մակարդակը եւ ամեն մեկի հետ հարաբերվում է համապատասխան այդ մակարդակի։ Հասկանում եք սիրելիներս։ Այսպիսի բաներ կան։ Եվ մաքուր նվիրալները, այո, իրանք նրանք են, ովքեր որ արարչի կերպարը չեն ընդունում, որովհետև արարչի մարմնավորումը գերագույն Աստծո ազնվորությունը ընդունում է էգոիստ կենդանի էակների համար, որոնք թույլ չեն տալիս գերագույն Աստծո ազնվորությանը ունենալ սեփական կյանք, թույլ չեն տալիս ունենալ ընտրության իրավունք։ Իրենք էգոիզմի հիմքի վրա պահանջում են, որպեսզի Աստված լինի կենտրոնացած միայն իրենց վրա, նախանձի հիմքի վրա գործում են իրար հանդեպ դաժանություններ, դարձնում են աշխարհը ուրեմն դժբախտության եւ տառապանքի վայր, եւ հետո խնդրում են Աստծուն, որ Աստված իրանց օգնի, որ այն աշխարհը, որ հենց իրենք էլ արարել են, այդ աշխարհում իրենք չտառապեն։ Հասկանում եք։ Եվ իրական հոգևոր մարդը դա ոչ թե այն մարդն է, որը ինքը խնդրում է պաշտպանիր ինձ այս աշխարհի դաժանություններից, դա այն մարդն է, որը առաջի հերթին խնդրում է Աստծուն սովորեցրու ինձ, որ ես չլինեմ դաժան ուրիշ կենդանիակների հանդեպ։ Հասկանում եք։ Եվ սրանք իրենք շատ կարևոր տրամադրություններ են։ Եվ Շուկադևը Գոսվամին ինքը խոսեց նրա մասին, թե ինչպես են վերաբերվում մաքուր նվիրալները գերագույն Աստծո ազնվորության այդ գոյություն չունեցող սիմվոլիկ տիեզերական ձևին, ինչպես են իրանք վերաբերվում գերհոգուն, ինչպես են իրանք վերաբերվում արարչին։ Իրանք չեն ընդունում այդ ձևերը, որովհետև այդ ֆորմաները իրենք նախատեսված են այն կենդանիակների համար, ովքեր չեն ուզում, որ Աստված ունենա, պատրաստ չեն, նախանձի հիմքի վրա պատրաստ չեն տալ գերագույն Աստծո ազնվորությանը ապրելու ազատություն։ Ուրեմն, եւ արդեն դրանից հետո եկող տեքստերը եւ ինքը շարունակեց, չէ, որ Տիրոջ ազնվորությունը, որի բոլոր ատրիբուտները, սկսած իր կերպարանքից, իր անունից, իր որակներից, իր գործողություններից, այն շրջապատից, որը ինքը ունի, չէ, որովհետև բանը մենք պետք է հասկանանք, որ երբ որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ նախասկզբնական գերագույն ազնվորությունը ինքը միշտ գալիս է հենց աստվածամերժության դարաշրջանի նախաշեմին, միշտ։ Այ ինքը որպես ճիշտն է, ինքը գալիս է միայն այդ ժամանակ, ինքը ուրիշ ոչ մի դարաշրջանում չի գալիս, ինքը բոլոր մնացած դարաշրջաններում մարմնավորումներ է տալիս, բայց ինքը գալիս է միայն այդ ժամանակ։ Ինչու համար, որպեսզի աստվածամերժներին ցուցադրի, որտեղ ինքը միլիոնավոր նվիրալների հետ է գալիս այդ ժամանակ, սա շատ շքեղ մարմնավորում է, էլի։ Երբ որ ինքը այդ իր ամբողջ շրջապատով գալիս է, ինքը աստվածամերժներին ցույց է տալիս, թե ինչպիսի երանելի կյանքով է ապրում եւ ինքը եւ իր նվիրալները իրար հետ հարաբերությունների մեջ, բայց աստվածամերժերը իրենք շատ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի այդ ճշմարտությունը թաղված լինի։ Եվ մարդկանց կամաց ընտելացրել են այն կրոնականություններին, որտեղ իրականում Աստված չկա։ Դա ընդհանրապես բառ։
Եվ ամենամաքսիմալ բանը, որը Աստծո մասին կարելի է հասկանալ այդ տիրույթում, դա նա է, որ Աստված ինքը մեղավոր գործերի համար պատժում է եւ ուղարկում դժոխք։ Իսկ նրանք, ովքեր որ բարոյական են, գնում են դրախտ եւ վայելում են այդտեղ իրենց կյանքը։ Եվ վերջ, դա է այն, ինչ մենք գիտենք Աստծո մասին աստվածամերժության դարաշրջանում։ Իսկ արիացիների գիտելիքը այդ ընթացքում վերածվում է ղերկատակության, բոլոր փորձեր են կատարվում այնպես աղավաղել այդ ամենը, որ ներքին իմաստը ընդհանրապես կորի, հա, վերցնելով արտաքին ինչ-որ բաներ, որոնց կարելի է պիտակավորել ինչպես ուզում ես, եւ այդ ամեն ինչը արժեզրկվում է։ Եվ ես կարծում եմ, որ չեմ չափազանցնի, եթե ասեմ այն գանձերը, որը մենք հիմա ձեզ հետ քննարկում ենք, մնում են աշխարհի համար փակ եւ անընդունելի։ Եվ մարդկությունը ինքը մնում է այդ ջիրաններում, որ Աստված ընդամենը միայնակ արարիչ է, որը զբաղված է միայն նյութական աշխարհի գործերով եւ հոգեվոր աշխարհում ունի ընդամենը ծառաներ։ Եվ վերջ։ Ինչպես տեսնում ենք, արիացիները իրենք սկզբունքորեն համաձայն չեն այդ գաղափարի հետ եւ շատ խորն են գնում հասկացողության մեջ, թե ինչպիսի դա պիտի լինի իրական Աստված եւ իրական հոգեվորականը։ Ինչպես տեսնում եք, սա իրականում հոգեվոր կյանքը դա հոգեբանական տրեյնինգ է, եթե ժամանակակից լեզվով ասենք, հա, որտեղ ամենաառաջին խնդիրը, վերջնական խնդիրը, որը լուծվում է, դա նա է, որ կենդանիակը ինքը գալիս է այդ ներքին մշակույթի, որ իր դիմացինը միշտ իրավունք ունի ընտրի, ում սիրի, ում ոչ։ Եվ եթե մենք հանդիպում ենք ազնվորության, որը մեր դուրն է գալիս, բայց ինքը արդեն ունի ընտրություն, մենք մեր ներսից պիտի կարողանանք լինենք այնպիսի ազնվորություն, որը լուր թողնում հեռանում է։ Եվ այդ թողնել հեռանալը ամենակարևորը իրան չի դժբախտացնում։ Եվ ինքը գտնում է այն ազնվորության, այ որ ինքը այդպիսին է, իրան տրվում է այն ազնվորությունը, որը կարող էր երջանկացնել իրեն։ Այսինքն իրականում մենք հենց այդ մեր մոտեցումով է, որ դարձնում ենք մեզ դժբախտ, չկայացած եւ միայնակ։ Որովհետեւ պայման ենք դնում։ Կամ սա, կամ ոչ մեկ։ Կամ էլ գոնե ինչ-որ մեկը։ Եվ ես պատրաստ եմ ցանկացածին ընդունել, մենակ թե հարաբերություն ունենամ։ Հա, եւ այն մոտեցումները իրենք սխալ են, որովհետեւ առաջին մոտեցման մեջ կա բռնություն, իսկ երկրորդ մոտեցման մեջ չկա արժանապատվություն։ Կենդանիակը պետք է ազատ լինի բռնությունից եւ լցված լինի արժանապատվության զգացումով։ Եվ այդ ժամանակ է, որ ինքը անպայման կգտնի նրան, ով իրեն արժանի է եւ ում արժանի է ինքը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս։